ինքը ոչ միայն զուտ պաշտպանական, մեկուսացնող պարիսպ է տարածքը, նաև ունի բազմաֆունկցիոնալ նշանակություն, այսինքն հնձան, սենյակներ, աղբյուր։ 12-ից 14-րդ դարերում կառուցված Քոբայրի վանական համալիրի հյուսիսային հուշարձանախմբի պարիսպը արևելքից արևմուտք է ձգվում։ Այստեղ հնագետները հիմա պեղումներ են կատարում վերականգնողական եւ փրկարարական նախագծով։ Պետք է պեղումներից հետո արդեն վերականգնվի, իսկ փրկարարականը որպեսզի կանխվի իր հետագա փլուզումները, քանի որ իր ինքը ամբողջությամբ բուսածածկույթի մեջ էր եւ ծառերի արմատները ամբողջ պատերը քարերը դուրս էին հանում, նաև ջուրը լցվում էր պատերի տակ եւ կրաշաղախը ու իր բաները խախտում էին ամբողջ ամրությունը։ Պեղումների ընթացքում պարիսպի մուտքի հատվածում հնագետները փոքր աղբյուր են հայտնաբերել, նախատեսում են մաքրել մուտքը, գտնել ջրի հունը, պեղվել են նաև եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանակար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ։ Պեղումներով բացված հիմնական հնագիտական նյութերը խեցեղեն են մեծ քանակությամբ, ունենք շատ քիչ քանակությամբ ջնարակապատ խեցեղեն։ Խեցեղենները հիմնականը 12-14-րդ դարերի բնորոշ խեցեղեններ են։ Ունենք շատ քիչ քանակությամբ մետաղ, մի երկու հատ սեպ, ունենք մեկ եզան պայտ, ունենք մեկ մետաղադրամ, որը հավանաբար մկների շնորհիվ է խորը շերտերի իջել սովետական շրջանի 1961 թվականի։ Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում պեղումներին մասնակցում են նաև Վանաձորի համար 3, 8 եւ 21 դպրոցների աշակերտները, ականատես լինելով եզակի բացահայտումների։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ ուսուցողական այց կազմակերպեցինք, աշակերտներին մասնակից դարձրեցինք պեղումների գործընթացին։ Սա առաջի դեպք չէ, որ մենք աշակերտներին տանում ենք պեղումների, տարել ենք նաև լորիբերտ։ Իրականում աշակերտները գործնականում ծանոթացան պեղումներին, սա կնպաստի նաև հուշարձանների նկատմամբ բարեհոգ վերաբերմունք ցուցաբերելին, ինչու՞ չէ նաև մասնագիտական կողմնորոշմանը։ Մասնակցեցինք պեղումների եւ կարողացանք գտնել կավե մանր մասեր, որպեսզի կարողանան հետագայում իրար միացնել, ստանան տարբեր այլ առարկաներ, քան միտք չունեի, բայց այստեղ գալուց հետո փոխվեց մտքերս ու կարողա եւ մեծանալու ընթառաջ շարժվենք այս ուղղությամբ։ Պեղումներ կիրականացվեն նաև Քոբայրավանքի հյուսիսային հատվածում գտնվող եկեղեցու եւ Գավիթի շրջակայքում։ Հնագիտական արշավախմբի ղեկավարը վստահ է, նոր ու հետաքրքիր բացահայտումները դեռ առջևում են։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։